Սիրելի ընկերներ, շարունակվում է մեր տոնական եթերը։ Սպասիր ինձը դարձել է ամենաերկարակյաց հաղորդումներից մեկը, որը հեռարձակվում է հանրային հեռուստաընկերությամբ։ Մարդկային ճակատագրերը, պատմությունները, միավորումներն ու բաժանումները միշտ էլ հետաքրքիր են եղել մարդուն։ Այսպիսին է յուրաքանչյուրիս կյանքը, որը որ մենք ապրում ենք, եւ հիմա մենք զրուցելու ենք Սպասիր ինձ հաղորդման պրոդյուսեր Տաթև Ախայանի հետ։ Բարի լույս, Տաթև։ Բարի լույս։ Կասես ինչ նորությամբ է հանդես գալու Սպասիր ինձ այս նոր եթերաշրջանում։ Նոր եթերաշրջանում մենք իհարկե ունենք նորություն, մեր մեծ ընտանիքին միացել է Ռուբեն Մուրադյանը եւ այսուհետ նա Աննա Ավանեսյանի հետ կշարունակի ներկայացնել մեր պատմությունները։ Սպասիր ինձը շարունակում է մնալ հայկական հեռուստատեսության ամենասիրված, ամենաբարի եւ ամենավարկանիշային նախագծերից մեկը եւ առհասարակ աշխարհի մասշտաբով այն դասվել է ամենաբարի նախագծերի top հնգյակում։ Մենք շարունակում ենք կապել կամուրջներ, մարդիկ շարունակում են փնտրել իրենց կենսաբանական ծնողներին, բանակային ընկերներին, մանկության ընկերներին եւ շատ մեծ տեղ են գրավում նաեւ հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած ճանաչված մարդկանց աճուների որոնումը, նրանց շիրիմների որոնումը եւ գտնելու դեպքում նաեւ ժառանգների որոնումը։ Եվ մենք դա անում ենք, ամեն օր ապացուցում ենք, որ որոնման անհույս հայտեր չկան։ Իսկապես բրավո, շատ մեծ աշխատանք եք դուք կատարում ձեր ամբողջ թիմով։ Հետաքրքիր է իմանալ այս տարիների ընթացքում կա ինչ-որ թիվ, թե քանի մարդ է գտնվել։ Ամսվա կտրվածքով միայն Հայաստանում մշակվում է 200-ից 250 որոնման հայտ եւ ամբողջ տարվա կտրվածքով մենք կարողանում ենք միավորել 100 հոգու, այսինքն ունենում ենք 100 գտնված մարդ։ Արդյոք նվազել է հայտադիմումների քանակը այս տարիներին։ Երբեմն մենք կատակում ենք, որ արդեն բոլորին երևի թե գտել ենք, բայց ոչ, որովհետեւ նախկինում մեզ դիտում էին եւ արձագանքներ հիմնականում ստանում էինք նախկին խորհրդային միության անդամ երկրներից, իսկ հիմա արդեն Ամերիկայից, Ֆրանսիայից, Կանադայից ամենուրեք մեզ դիտում եւ պատահական չէ, որ մենք ամեն թողարկման ընթացքում ասում ենք պարտորեն, որ այո, մեզ դիտում են ամբողջ աշխարհում։ Ինչ ակնկալի հեռուստադիտողը Սպասիր ինձից այս նոր եթերաշրջանում։ Երբեմն մտածում ենք, որ Սպասիր ինձը հին ու բարի նախագիծ է, բայց մենք անընդհատ փորձում ենք նոր շունչ հաղորդել, ինչ-որ նորամուծություն անել, նորագույն տեխնոլոգիաներ ներմուծել եւ փորձում ենք ադապտացվել իրականությանը։ Օրինակ համավարակի ընթացքում մենք հասկացանք, որ ռեալ հանդիպումներ կազմակերպելը այլևս անհնար է եւ գործարկեցինք տեսազանգի ֆորմատը։ Եվ հետաքրքիրն այն է, որ հիմա առաջին ալիքը Սպասիր ինձի թիմը կարողանում է իր ներդրումը ունենալ Սպասիր ինձի զարգացմանը եւ կայացմանը ամբողջ աշխարհում։ Եվ մեր մշակած տեսազանգի ֆորմատը հիմա օգտագործվում է նաև այլ երկրներում։ Եվ հիմա արդեն հասկացանք, որ պետք է մի քիչ ավելի մոբիլ լինել եւ գործարկեցինք սելֆի հայտի տարբերակը։ Այսինքն, եթե մենք ինչ-որ միտեղ չենք կարողանում նկարահանում անել, բայց մարդը ուզում է որոնման հայտ ներկայացնել, ինքը ուղղակի վերցնում է իր սմարթֆոնը, ասում է՝ «Բարև, Սպասիր ինձ հաղորդաշար սիրելի, մենք ուզում ենք ներկայացնել որոնման հայտ։ Ահա իմ ընկերոջ լուսանկարը, խնդրում եմ մեզ օգնել»։ Եվ մենք եթեր ենք հեռարձակում եւ ունենում ենք արձագանքներ։ Տաթև նոր եթերաշրջանում դու կարող ես փաստավավերագրական ֆիլմաշարի պրոդյուսերն եք։ Եկեք մի փոքր բացենք փակագծերը, ինչպես են ընտրվում հերոսները եւ ընդհանուր մի փոքր խոսենք այս հաղորդման մասին։ Դու կարող ես 5-ից 7 րոպե տևողությամբ դոկումենտալ ֆիլմաշար է ֆիզիկական եւ առողջական առանձնահատկություն ունեցող մարդկանց մասին։ Հիվանդություններ, հաշմանդամություն, վնասվածքներ, մեր հերոսները այն մարդիկ են, որոնց կյանքում եղել է ինչ-որ ճգնաժամ եւ նրանք կարողացել են դրանից դուրս գալ ել ավելի ուժեղացած։ Եվ հիմա իրենց օրինակով կարող են մոտիվացնել մյուսներին հասնել իրենց նպատակին։ Եվ նրանց հետ շփվելով հաճախ մտածում ես եւ ամաչում ես, որ օրինակ նեղսրտում ես եղանակի տատանումներից, ինչ-որ աշխատանքային փոքր դժվարություն ես ունենում եւ նեղսրտում ես։ Նրանց հետ շփվելուց դա չեզոքացվում է եւ մեր նպատակն էր մոտիվացնել մարդկանց եւ բարության այսպես շղթա ձևավորել։ Տարածված արտահայտություն կա, եթե կյանքը քեզ կիտրոն է մատուցել ու դու չես սիրում կիտրոն, կարող ես այն չօգտագործել եւ նեղսրտել կամ կարող ես ինչ-որ մի համեղ հյութ պատրաստել դրանից։ Եվ մեր հերոսները այն մարդիկ են, որոնք գնում են այդ երկրորդ ճանապարհով եւ ապացուցում են, որ մարդու հնարավորություններն իրականում անսահմանափակ են եւ դու եթե ուզում ես, ապա կարող ես։ Եթե չես կարողանում, ուրեմն մտածի գուցե այնքան էլ չես ուզում։ Տաթև ինչպիսի խոչընդոտների, ինչպիսի բարդությունների եք հանդիպում ֆիլմաշարը նկարահանելիս, հատկապես երբ գործ ունեք մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ։ Այդ հարցը մեզ էլ էր մտահոգում եւ նկարահանումներից առաջ մենք մտավախություն ունեինք, բայց իրականում մեր հերոսները ուժեղ կայացած եւ հումորով մարդիկ են եւ նկարահանումը անցնում է բացարձակ անխնդիր եւ շատ ուրախ մթնոլորտում։
Որն է հիմնական առաքելությունը։ Մեր հիմնական առաքելությունն է ներկայացնել ուժեղ մարդկանց եւ որ նրանք իրենց անցած ճանապարհով, իրենց պատմությամբ կարողանան մոտիվացնել այն մարդկանց, որոնք հենց այս պահին գտնվում են նույն իրավիճակում եւ ապացուցեն, որ կարող են։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ օրը մեզ հետ սկսելու համար։ Շնորհակալ եմ մեզ անդրադառնալու համար։ Դե, շարժվենք առաջ։